Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ ուրեմն Արագածի լանջեր, Գեղարոտի ջրվեժի մոտակայքում եմ գտնվում, այստեղ մի հետաքրքիր բանի եմ հանդիպել, ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսեք, ուրեմն եկել ենք մի յայլա, որտեղ արևային պանելով, ես հիմա ձեզ ցույց եմ տալիս վերևից արևային պանելով, այսպես հոսանքալար է քաշված, չեմ կպնում, որտեղ մեջը հոսանք կա, 12 վոլտ հոսանքով, հիմա մգնամ ներսը, ապարատն էլ ձեզ ցույց տամ, ահա տեսեք սա այդ ապարատն է, ուրեմն սա նախատեսված է խոշոր և մանր եղջերավորների համար, ուրեմն սրանով հոսանքը անցնում է մետաղական լարով, որ ձեզ ցույց տվեցի, ու դրանով հանդերձ սկսում է իր գործողությունը, ասեմ հիմա դուրսում ինչ է անում։ Ուրեմն այսպես, ինչ ֆունկցիա է սա կատարում, ամբողջ տարածքով մեկ, կլինի սարեր, ձորեր, ինչ տարածք ուզում է լինի, այսպես սարեր, ձորերով, անցկացնում են այս մետաղական լարը, և մետաղական լարը և այսպես թելի նման ինչ-որ բան է, միջով անցնում է, ուրեմն սրանք կենդանիները, երբ որ մոտենում են, շատ թույլ էլեկտրահարում է տեղ ունենում, այսպես ասած հոսանքով հովիվ են անվանում, էլեկտրապաստուխ ռուսերենով, չգիտեմ, սրա միջով անցնում է ու անասունները այլևս կարիք չի լինում սարերով վազելու անասունների հետևից, գնալու մտածելու այս անասունը սարն անցավ, ինչպես գնանք բերենք, այլ հովիվը պարզապես իր համար նստում է իր, այսպես ասած, յայլայում, իր վրանի մեջ ու սպասում է անասունները, երբ որ կգնան արոտի ու արդեն հետ կգան։ Այստեղ արդեն անհրաժեշտություն չկա ամեն օր անասունների հետևից վազելու, կարևորն այն է, ինչպես ինձ բացատրեցին, որ անասունները սովորեն դրան ու չանցնեն սահմանը։ 1-2 անգամ սովորելուց հետո արդեն ուղղակի կարելի է հանգիստ թողնել տարածքում, որ անասունները պտտվեն։ Ուրեմն սա նախատեսված է, ասեց, մոտ 60 հեկտարի համար, բավականին մեծ տարածք է ընդգրկում, կարող եք հանել հոսանքները, տեղափոխել մի կետից մյուս կետ, արդեն դրանովից ձեզ համար կհեշտացնեք տեղափոխումը ու արդեն անասունների պահելը։ Հիմա փորձեմ գնալ առաջ, ցույց տամ, այնտեղ ճանապարհին մենք որ գալիս էինք, արգելապատն էր ու վրան գրված էր գրությունը, որ չի կարելի այս տարածքը գնալ, վտանգավոր է, որովհետև իսկապես լարում կար հոսանքի մեջ ու կարող էր էլեկտրահարում առաջացնել։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա գնանք առաջ, դա էլ ձեզ ցույց տամ ու շարժվենք առաջ։ Շունիկն էլ էստեղի պահապանն է, մեծ արջուկ է, անունն Արջու է։ Շատ մարդամոտ հայկական գամփր է, ինչպես հասկացա, հովվաշուն է, շատ լավ շուն է, առաջին անգամ տեսնելուց անմիջապես սկսեց մեզ հետ ընկերություն անել։ Չէ, թող մեզ հանգիստ, հիմա գնում ենք։ Տեսեք ինչ մեծ շուն է։ Դե գնացինք, շարժվենք առաջ մենք։ Գիտի որ նկարվում է, լսրեն նայեք։ Սարերի տիրակալն է։ Թաթդ դուր, կտաս թաթդ։ Թաթդ դուր։ Հետևիդ ոտը չէ, դիմացի թաթդ։ Թաթդ դուր։ Լավ, հաջող գնում եմ արդեն։ Հաջող։ Են էլ կտաս։ Հետևինը չեմ ուզում, դեմինը տուր, դե լավ, հաջող, չեմ իլը կսվի, ես գնացի։ Ասուններ եք պահում։ Հիմնական փոխել ենք, էստի տեղականը շատ է մեջը, բայց հիմնական արդեն փոխում եմ սիմենտալների հետ, սիմենտալ ու հոլշտեն։ Հա, այն շագանակագույն ու սպիտակ անասուններն են։ Հա, դրանց որը պարոդ են բերել, հա, մաքուր հոլաջայից բերած, ստե ծնվել է։ Հա։ Ընդից էրինջ են բերել, ստե ծնվել է այդ օրտը։ Բերել են, հիմնական արդեն դրանց ցեղն է, արդեն բազմական է, կարմիր ցուլը ոչ չալկա։ հա։ Դրանք ենես միջի կարմիրա բաներն են։ Իսկ սրանք տեղականից ինչով են տարբերվում, ինչ առավելություններ ունեն։ Աճ կատնատվության, մսատվության բարձր։ Լսել եմ, որ մեկը, չգիտեմ, ճիշտ թե սխալ, դուք երևի ավելի լավ կասեք, մեկը ասում էր օրը մինչև 20 լիտր կաթ են տալիս, ճիշտ է։ Կան ավել։ Եվ ավել, այսինքն ճիշտ էր ասում։ Շատ հետաքրքիր։ Այստեղ մոտավորապես որ ամիսներն եք լինում սարերում։ Այս տարի ուշ է բացվել, ուշ ենք եկել, բայց հիմնականում արդեն ստեղ հունիսի սկզբներից ստեղ ենք գնում 4 սեպտեմբերի վերջ։ Էդի կտվողն է ստեղ մնում էլ կան։
Հա։ Սկսեց սովորական։ Հորթերը, երիջները, հա։ Երիջները ապրիլից ես եկել եմ աշտարակից տենց կամաց ելել եմ հասստը։ Ոտքով եք բարձրանում, անասուններին ոտքով եք բարձրացնում, մեքենաներով։ Նույն ձևել մեքենաներով իջեցնում եք։ Իսկ այստեղ գիշատիչ կենդաններից, գայլերից, արջերից պաշտպանվելու ինչ միջոցներ ունեք։ Այս էլեկտրապաստուխ կոչվածները պաշտպանում են։ Չէ, հիմնական շներն են։ Հիմնականը շներն են։ Ուր է ձեր շուն։ Ձեր շունը այստեղ է, հիմա նկարեմ։ Այս ինչ են սենց միանգամից որոշել անասունները բազան աչուծեղ։ Հա։ Հիմա ցույց տամ ձեզ շունեն, սիրելի հետևորդներ, տեսեք ինչ մեծ շուն է։ Այս մեր ձինը։ Այն որ ասում են Օրլովսկի, սա է տեսակի ձին է։ Շատ նման է։ Սա էլ մեր մաքուր հայկական գամբրը։ Անուն ինչ է շան։ Սիմբա։ Օհ լնայեք։ Էй, այստեղ մեկը որոշել է ինձ մոտիկից ծանոթանա իմ հետ։ Մի վարքեն։ Հələ դու մի քիչ հեռու գնա, շատ վտանգավոր է իհարկե։ Շատ վախենում եմ, բայց դե գծող չի։ Իսկ այս վսկապի վրա ինչի համար են սենց մեխեր հակառակ կողմով։ Հա, գայլերը որ վիզը չբռնեն, չխեղդեն։ Հասկանալի է։ Կյանքը սարերում, սիրելի հետևորդներ։ Այսպես շարժվենք առաջ։ Տեսեք, սիրելի հետևորդներ, հիմա անասունները, այդ էլեկտրապաստուխ, որ ասում են, դրա մեջ են։ Հիմա ես գնում եմ առաջ, ձեզ ցույց տամ այդ արգելապատնեշը, հոսանքով, որ առանձնացված է։ Ահա։ Մենք եկանք այստեղ, բարձրանում էինք դեպի Գեղարոտի ջրվեժը եւ այստեղ հանդիպեցինք այս գրությանը։ Ու սրանից հետո այլևս ճանապարհը չենք շարունակել։ Ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքով անասունները շատ հանգիստ կարող են պտտվել իրենց համար առանց մտածելու, հովիվներն էլ առանց մտածելու, որ անասունները կարող են կորել կամ գնալ սարերը, չգիտեմ, գայլերը կուտեն, արջերը կհարձակվեն իրենց վրա, ամեն տեսակ վտանգներից, այսպես ասած, պաշտպանված են։ Մեզ հովիվն ասաց, որ գիշերը անգամ արջ է եկել վրանի մոտ, բայց քանի որ վախեցել է այս պատնեշներից, այդ էլեկտրապաստուխ կոչվածից, փախել են ու նորից հետ են գնացել։ Այսինքն շատ լավ հարմար տարբերակ է, եթե դուք էլ որոշեք մի օր անասուններ պահել ու մտածելու եք, թե արդյոք ինչպես պահեմ, ոնց բարձրանամ սարերը եւ չգիտեմ, անասունները եթե փախնեն, ոնց եմ գնալու հետևից, այստեղ դրանցից որևէ մեկը ձեզ չի սպառնում, այսպես ասած, նման խնդիրների առաջ չեք բախվելու։ Հիմա տեսեք, անասունները Արագածի լանջերին իրենց համար հանգիստ առանց հովիվի պտտվում են։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, այս տեսանյութով ցանկացած հետաքրքիր ինֆորմացիայով էլ ձեզ հետ կիսվել։ Լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև սպասում են ձեզ առաջիկայում շատ հետաքրքիր տեսանյութեր ամենատարբեր ոլորտներից։ Դե ինչ, կհանդիպենք։